Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին սպանած ոճրագործը պետք է պատիժը կրի Հայաստանի Հանրապետության տարածքում եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրությանը համապատասխան։ Այս պահանջով հունվարի 15-ի ժամը 12:30-ից դեմ եմ քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ակցիա անցկացրեց Բաղրամյան 26-ի մոտ նախագահական նստավայրի դիմաց։ Մինչ ակցիան սկսելը հավաքվածները 1 րոպե լռությամբ հարգեցին հանգուցյալների հիշատակը։ Այսօրվա իմաստը ակցիա այստեղ հավաքվելու, չեմ նախատեսում բնականաբար Բաղրամյան 26-ը գրավել, սոլիդարություն Գյումրիին, Գյումրին պետք է տեսնի, որ կապ չունի քանի հոգով ենք, 50-10-5 երկա, մենք սոլիդար ենք, մենք Գյումրիի հետ ենք, Գյումրիից չնայած 120 մոտավորապես կիլոմետր հեռավորության վրա ու Երևանն էլ է Գյումրիի հետ ու հուսամ Հայաստանի բոլոր քաղաքները ոտին կանգնեն Գյումրիի կողքին, Ավետիսյանների եւ իդեմս Ավետիսյանների ողջ հայ ազգի արժանապատվությունը պահելու համար։ Սա ռուսատյացության չվերածեք, ոչինչ չկա ռուս ազգի դեմ, այնինչ կա ռուսական քաղաքականության եւ մեր անօգնաշար իշխանավորների քաղաքականության դեմը։ Մասնակիցները ասացին, որ հավաքվել են Բաղրամյան 26-ի եւ ոչ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց, քանի որ այս պահին դեսպանատնից պահանջելու ոչինչ չունեն։ Պահանջը Հայաստանի իշխանություններից է։ Նախաձեռնության անդամները նաև հայտարարեցին, որ իրենց չեն բավարարել հունվարի 15-ի առավոտյան գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի Գյումրիում ասուլիսի ժամանակ արած հայտարարությունները։ Խուսափողական եւ երկիմաստ հայտարարություններ են, խուսափողական, այսինքն հստակ հարց է հնչում, որտեղ է պատիժը գրել, որտեղ է դատապարտվել, ասում է դա դեռ պարզ չի եւ դա իր խոսքերն ասում է դա այս բանը դա կարծեմ սկզբունքային էլ չի, բայց հենց դա է սկզբունքային, այսինքն հենց հիմնական հարցը տեղադրվում է, բայց մենք հավաքված ենք դրա համար։ Դատախազի ինչ-որ բառախաղերը ոչ մի արժեք չունեն այս բանի։ Մարդիկ իրենց պահանջը կհամարեն բավարարված եւ ռուս մարդասպանը իր պատիժը կգրի Հայաստանում, Հայաստանի բերդերում։ 1999 թվին տեղի է ունեցել նույնպիսի դեպք։ Ով է մինչև այդ ինչ-որ քայլ արել, որ այսօր չունենայինք նույն պատկերը։ Ով։ Իշխանության եղել է նույն կուսակցությունը եւ իրար փոխել են շատ քիչ մարդիկ։ Ով է մի քայլ արել, որպեսզի այսօր չզոհվեին այդ ընտանիքի անդամները, ոչ ոք չի արել։ Նախաձեռնության անդամները իրենց բողոքը հայտնեցին նաև նախագահ Սերժ Սարգսյանի լռության եւ ՍՔ օր չհայտարարելու կապակցությամբ։ Ես զարմանում եմ Սարգսյան Սերժի արխայնության վրա։ Մի բառ չի խոսացել։ Ինչ որ աղբյուրների համաձայն լրատվամիջոցներից այսօր կարդացել եմ, որ երեք նա նույնիսկ խնջույքի է եղել 5 օր տարի է նշել իրենց հարաբերական ջահելների հետ։ Շնորհավոր ձեր նոր տարին, պարոն Սերժ Սարգսյան, ձեր տոնդածառներ ձեզ վկա։ Ցույցի մասնակից Սևակ Ծատուրյանը ներկայացրեց մի շարք հանգամանքներ, որոնք իր կարծիքով հանցագործության համար հիմք կարող են լինել։ Առաջին պատճառը, երբ որ 1999 թվականին Գյումրիում գնդակահարվեց 2 գյումրեցի հարբած ռուս զինվորների կողմից, այդ ռուս զինվորները ես պատիժը կրեցին Ռուսաստանում, իսկ պատասխանատուները զորամասի բավարարվեցին միայն ներողությամբ, այսինքն ոչ մի պատիժ չհետևեց դրան։ Եթե այն ժամանակ զինվորներն էլ եւ հրամանատարության ամբողջ կազմն էլ Հայաստանում պատասխանատվության ենթարկվեր եւ իսկ պատժվեր, համոզված եմ այսօր այս դեպքին ականատես չէինք լինի։ Նա նշեց, որ միայն ներողություններով չեն բավարարվելու եւ պահանջեց, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն բոլոր մեղավորները։ Հաջորդ պատճառը, որ այս ամեն ինչը տեղի ունեցավ, տեսնում եմ մեր պատգամավորների ու հատկապես մեր Սեդրակյանի այն հայտարարությունը, որ մենք սովոր ենք ապրել Ռոսիի կամ ինչ-որ մեկի լծի տակ։ Եթե իշխող կուսակցության պատգամավորը այս տեսակ հայտարարություններ է անում, ու դա լսում է այս երկրում գտնվող ռուս զինվորը, կարծում եմ սա նրա ձեռքերին ազատություն է տալիս այս տեսակ ոչրագործություններ գործելու։ Նախաձեռնության անդամը պահանջեց, որ հայ ժողովրդի անունից տրկամիտ հայտարարություններ չարվեն։ Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ հետամուտ են լինելու իրենց պահանջների իրականացմանը։ Նրանք կոչ արեցին բոլորին դուրս գալ փողոց, իսկ իշխանություններից պահանջեցին ապահովել հարցի արժանապատիվ լուծում։ Պատիժը Հայաստանում! Պատիժը Հայաստանում! Պատիժը